Ռոռոկման ցանցի մաշվածության պատճառով այգիներ հոսող ջրի տեղտեղ մինչև իսկ 75%-ը ճանապարհներին կորչում է, գյուղացուն չի հասնում, հաշվել են Համաշխարհային բանկի փորձագետներն ու մեր երկրի այդ ենթակառուցվածքը նորացնող նոր վարկ հաստատել։ Ֆինանսական աջակցության նպատակը ջրային համակարգն ըստ պահանջի ամբողջապես վերազինելն է։ Պետք է մայր առուկը կառուցվի, բաշխող խողովակաշարք անցկացվի, ուշադրության տակ է լինելու հատկապես ջրամատակարարումը պոմպերից, որտեղ հնարավոր է ինքնահոսի փոխելը, մանրամասնում է Կարոլին Գեգինաթը։ Ծրագիրը կենտրոնանալու է Արարատյան դաշտի վրա, որը գիտեք գյուղատնտեսական առումով շատ կարևոր է Հայաստանի համար։ Կթարմացվեն Արարատի, Արմավիրի մարզերի, նաև Կոտայ, Կարագածոտ, Տավուշ, Շիրակի ոռոգման ցանցերը, բայց թե ինչ հերթականությամբ դեռ պետք է որոշվի։ Առայժմ հստակ է գումարի չափը՝ 6 տարվա կտրվածքով $80 միլիոն։ 80 միլիոնը ներառում է նաև վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հատկացումը, բայց դա ամբողջը չէ։ Ֆրանսիական զարգացման գործակալությունն ու Եվրամիությունն էլ են միացել Հայաստանի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերը բարելավող փաթեթին։ Արդյունքում կառավարության համաֆինանսավորման հետ միասին ոլորտ ուղղվող ընդհանուր գումարը մինչև 2031 թվականը կկազմի 185 միլիոն, առաջիկա 10 տարվա համար $435 միլիոն։ Թիրախները բոլորով են սահմանել առանձնացրել պահանջվող ինչպես տեխնիկական, այնպես էլ վերլուծական աշխատանքները։ Այս ոլորտում ոչ միայն ռազմավարական փաստաթղթերի մշակման կարիք կա, այլև գնահատելու, հետագայում ինչ ռեսուրսներ են պետք լինելու, ինչ առաջնահերթություններ սահմանել կամ ոռոգման նոր ինչ տեխնոլոգիաներ ներդնել։ Պետության հետ որոշել ենք նաև բարելավել գյուղացու հետ անմիջապես շփվող ջրօգտագործող ընկերությունների կառուցվածքը, որի նպատակը համակարգը ֆինանսապես կայուն դարձնելն է։ Վերջին փուլում կարծում եմ, կառավարությունը մեզ կխնդրի աջակցել նաև սակագնային քաղաքականությունը բարելավելու հարցում։ Արդյոք դա նշանակում է, որ ջրի թանկացման ռիսկ կա։ Մեր հարցին փորձագետը պատասխանում է. Հայաստանում մարդիկ մտածում են երկրում անսահմանափակ ջուր կա, բնությունն այն տալիս է, ձրի է, ինչու խնայել։ Այնինչ կլիմայի փոփոխության պայմաններում ջրային ռեսուրսներ նոր-օրի դառնում են շատ ավելի սահմանափակ։ Ինչ հաշվարկներ ունի բանկը ջրի այժմյան սակագինը, որքան է ցածր դրա ռեալ արժեքից, այլ կողմից ենք մոտենում հարցին։ Այն ինչ հիմա գիտենք, սակագինը շատ ցածր է։ Գիտենք նաև, որ ինչպես նշեցի, մինչև 75% ջրկորուստներ կան։ Պետք է հասկանալ դրա որ մասը ինչ ծախսով է հնարավոր լինում բերել համակարգ։ Մյուս կողմից, ինչքանով կարելի է նվազեցնել։ Ջրի սակագնում ամենամեծ կշիռ ունեցող հոսանքի ծախսը, լինի դա պոմպերից հրաժարվելու, թե արևային էներգետիկայի անցնելու միջոցով։ Բացի այդ, Հայաստանում ճամփորդելիս ես շատ եմ տեսնում ծորակը բաց։ Խմելու ջուրը թափվում գնում է։ Այգիներում լճակներ են գոյանում։ Ոչ մեկը չի անհանգստանում։ Ջրի խնայելու կուլտուրա չկա։ Իսկ երբ այն համարժեք գին ունենա, բնակիչը կմտածի, որքան կարող է վճարել, այդքան էլ կօգտագործի։ Ոռոգման այս վարկից ի դեպ ջրամբարաշինությանը փող չի հատկացվի, որովհետև ինչպես Համաշխարհային բանկում են պնդում, շրջանառվող 15 նախագծերից իրենց ուսումնասիրությամբ միայն 3-ն են տնտեսապես էֆեկտիվ, այն էլ այնքան փոքր մասնաբաժին կունենան ընդհանուրի մեջ, որ ավելի արդյունավետ է գումարն այլ աշխատանքի ուղղել։ Ինչ վերաբերում է վարկի խմելու ջրի բաղադրիչին, ծրագրի նպատակը դեռևս աղբյուրներից սնվող 650,000 սպառողով գյուղական 579 բնակավայրի ջրամատակարարման ընդհանուր համակարգին միացնելն է։ Ուզում եմ մարդկանց կյանքի պայմանները բարելավեն, կարողանան ավելի շատ միրգ բանջարեղեն աճեցնել, ավելի մեծ տնտեսական օգուտ ստանալ։ Ծրագրից իր ակնկալիքներն է ամփոփում Հայաստանը շատ սիրած Կարոլին Գեգինաթը։ Այս վարկն ու մեր նկարահանումը վերջինն են նրա Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում։ Հունիսի վերջին օրը աշխատանքային ժամկետը լրացավ, գնում է տնտեսագետ Գերմանհուն, փոխարինելու կգա իտալացի մենեջեր։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսեյան լուրեր։